Ժողովուրդ ջան, ես հիմա Մադինայում եմ, բարի ողջույն ձեզ, բան ունեմ ասելու, ժողովուրդ, մարդիկ էստեղ աշխատել են, մարդիկ էստեղ գործ արել են, որ անում են, ոնց կարաս ասես չեն անում, նայեք, այս տարածքի տիրոջ հետ խոսել են, տարածքը մարդը տրամադրել է, մարդիկ էստեղ պատվար են սարքելու, ճանապարհը լայնանալու է, այստեղ արդեն պատվարը սարքել են, ահագին լայն ճանապարհ է ստացվել, այս հատվածը, ուրեմն ես եկել եմ ժամանակին, տեսել եմ, մտահոգություն ունեի, արդյոք այս մասում իրանք համապատասխան ձևով կաշխատեն։ Ժողովուրդ ջան, գիտեմ, որ այստեղ ճանապարհը պիտի սարքեն, ինձ հետաքրքիր է, արդյոք այս հատվածում ճանապարհը կլայնացնեն։ Հիմա եկել եմ, ժողովուրդ ջան, տեսնում եմ, որ այստեղ բան չունեմ ասելու, մարդիկ գործ արել են, ապրեն։ Այս մյուս հատվածում էլ տեսեք, ժողովուրդ ջան։ Այստեղ մարդիկ լայնացրել են, մոտ 6 մետր ճանապարհ ալնելու այստեղ։ Տարածքի տերերի հետ խոսացել են, ճանապարհը լայնացրել են։ Ուրեմն, այստեղ ես եկել եմ հանդիպելու մեր Բաղդասարյան Սամվելի հետ, ով բարի գործ է արել արդեն Մադինայում։ Ցույց տամ մեր Սամվելին, ով այս հողակտորի տերն է, ով համաձայնվել է, որպեսզի իր հողակտորից մի հատված տա հանուն ճանապարհի։ Շնորհակալ ենք, Սամվել ջան, որ նման լավ բան ես արել, լավ գործ ես արել, բարի գործ ես արել, որ տրամադրել ես քո հողակտորից, որտեվ այդ մի փոքր հատվածը քեզ եսի միշտ չեր անի, էլի։ Դու այս պահին գործել ես Իշա համայնքի, Իշա մեր երեխեքի ապագայի, որպեսզի լավ ճանապարհներ ունենան, այս երկիրը բարգավաճի մի քիչ։ Ապրես, ցավը տանեմ։ Այստեղ ժողովուրդ ջան, քննադատելու բան չունեմ, այստեղ ասում եմ, շնորհակալ եմ, այստեղ վարչական ղեկավարը աշխատել է, համայնքապետարանը գումար է տրամադրել, որպեսզի այսքան ծախսարվի, ճանապարհը լայնանա։ Այստեղ ասում եմ շնորհակալ եմ, որտեղ բազմաթիվ տեղեր կա, որ դժգոհ եմ, օրինակ սրա շարունակությունը դեպի Լեռնակերտ հատվածում, ես դա նկարանել եմ ու ասել եմ, որ դժգոհ եմ, այնտեղ նեղ ա եղել ճանապարհը։ Հիմա ժողովուրդ ջան, մոտենանք այս մյուս հողակտորների տերերին տեսնենք, նրանցից մեկը հրաժարվեց, չէր ուզում խոսել, էկրանի առաջ հայտնվել, իրեն շնորհակալություն հայտնել եմ։ Ժողովուրդ ջան, այս ամբողջ հողակտորը մեկ անձի է, ով նաև աշխատում է այս հենապատը կառուցելու վրա։ Հիմա մոտենանք իրան։ Ժողովուրդ ջան, այս հողակտորի տերը Գասպարյան Գուրգենն է, իր տղան Արայիկն է, ով ասեցի աշխատում է նաև այս գործի վրա։ Ապրեք ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ես ու նաև ամբողջ գյուղը բնականաբար, ամբողջ համայնքը շնորհակալ կլինի, որ ձեր այս տարածքից ահագին զիջել եք, որովհետև ձեր տարածքը ստեղ ահագին երկար է։ Ամենաշատ տարածքը։ Ամենաշատը, այո, քոնն էր ու զիջել եք։ Շատ համոզեցին, թե միանգամից համոզվակ։ Տեսի մեր գյուղի գործն է, մեր գյուղի ճամփին է, համոզելու ոչինչ չկա, պետք է մենք էլ համոզված լինենք, որ իրականում այդպես է։ Այսքան տարի այստեղ ճանապարհ չկար, բայց այսօր է ճանապարհ են սարքում, բայց մենք պետք է համոզվենք, որ պետք է գործը պետք է լինի։ Իհարկե։
այդպես։ Էսի շատ կարևոր քայլ է, ժողովուրդ, ժամանակին ճանապարհները նեղ է, յոլա են գնացել մարդիկ։ Այս լուսավոր դարում իրավունք չունի ոչ միտեղ նեղ ճանապարհ լինի։ Այո, ճիշտ է։ Այստեղից մեծ եկամուտ չէիր ունենա այս քո զիջած տարածքից, բայց այստեղ քո ճակատը պարզա հանրության մեջ դու կարողացել ես, այո, գիտակցես, որ կարևոր է հանրային օգտագործման ճանապարհը պետք է լայն լինի, պետք է հարմարավետ լինի։ Դե հարմարվենք, սարքենք։ 70 տարի ստեղ ճանապարհ չեղա, բայց այսօր որ եկած ճանապարհը սարքեն, մենք պետք է ուղեկցենք։ Այդտեղ էլ եմ ասի ապրես։ Այո, ես ընդդիմադիր մարդ եմ, որտեղ տենում եմ վատա քննադատում եմ, բայց դի լավին էլ լավ ասեք, ժողովուրդ ջան։ Այստեղ տենում եմ, այո, ծախս են անում ու ճանապարհը լայնացնում են։ Ինչի համար ասում եմ ապրեն իրանք։ Լավ եղեք, ժողովուրդ ջան։ Ապրես Արայիկ ջան, դու էլ աշխատում ես որակով եք, չէ՞ անում։ Օգնում ես։ Ոչ միայն տեսեք, մարդը ոչ միայն տարածքա տվել, նաև օգնում է։ Առանց փող, չէ՞։ Դե փող տալիս է։ Ամեն ինչը փողով չի, մարդն ասեց, ապրեք։ Դե վсё, ձեր ցավը տանեմ։ Բոլորդ Մադինայից եք, չէ՞ ստեղ։ Գործանողներդ։ Մադինեցիք լավ ժողովուրդ է։ Ժողովուրդ ջան, տեսեք։ Այս հատվածում ես կդնեմ նախորդ միջև այս եղած նեղ ճանապարհը, այս պահին մարդիկ լայնացնում են։ Այստեղ հետաքրքիր է ինչ լուծում են տալու։ Այս մարդու հայաթով անցնում է։ Այս ծառերը ինչ են անելու։ Շատ հետաքրքիր է։ Հետաքրքիր է այս մասում ինչ լուծում են տալու։ Դե աչից ձախից պետք է այդպես պատվարներ սարքեն ստեղից ու այս թեքությունը ջարդեն։ Տեսնենք ինչ լուծում են տալու ստեղ։ Նայեք ժողովուրդ ջան։ Այս հատվածում եթե պատճ սարքեցին, հետո ասֆալտ են անելու, էսի քանդվելու է։ Այստեղ լավը չի լինելու։ Այստեղ դժգոհ եմ լինելու, եթե սենց մնա։ Մարդիկ պետքա գործ անեն։ Դե այն հատվածը ես նկարել էի, իմ դժգոհությունը հայտնել էի։ Դեռևս միջև այս պահը այդ հարցի լուծումը չկա։ Ու այն թեքվող հատվածում ճանապարհը շատ նեղ է։ Այստեղ պետք է անպայման հարցի լուծում տան։ Եթե չէ, շատ վատ է։